Բրյուսել տեղափոխվենք, Հայաստանն ու Եվրամիությունը համագործակցությունը ևս մեկ աստիճանով են խորացնում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Դաշինքի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն են ստորագրել նոր փաստաթուղթը։ Մեր թղթակից Արտակ Խուլյանն է Եվրամիության մայրաքաղաքում։ Բարի երեկո Արտակ, ինչ է ենթադրում այս փաստաթուղթը։ Բարի երեկո Կարլեն, նախ ասեմ, որ Բրյուսելում Հայաստան Եվրամիություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը համագործակցության նոր Հայաստան Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ ստորագրեցին։ Ավելի քան 70 էջանոց փաստաթղթի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստան Եվրամիություն անվտանգային ու պաշտպանական գործակցությունն է։ Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայության բարձրացման համար։ Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո Ազատությունը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ կարիքներ է ներկայացրել Հայաստանը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում եւ ինչ տեսակի համագործակցություն եւ ֆինանսավորում է դա ենթադրում։ Արդյոք այդ գործակցությունը ներառում է նաեւ սպառազինության ոլորտում հնարավոր աջակցություն։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը հստակ պատասխան չտվեց։ We have discussed helping in border management. Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, ինչպես նաև նախկին հակամարտությունների եւ անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, ինչպես նաև ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերը։ Եվ մենք քննարկել ենք նաև գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ եւ ինտենսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն։ Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում եւ որով Հայաստանը ևս հետաքրքրված է։ The toolbox that we had in Moldova that also Armenia is interested in. Բրյուսելը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատրաստվում է 12 միլիոն եվրո աջակցություն տրամադրել օտարերկրյա տեղեկատվության մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ պայքարի, ինչպես նաեւ կիբերանվտանգության համար։ Ըստ Եվրոպայի ընդլայնման հարցերով հանձնակատարի, որի հետ մենք հայ լրագրողներս 3 առիթ ունեցանք հանդիպելու, սա կօգնի Հայաստանին ընտրություններին ընդառաջ հակահարված տալու կամ ավելի դիմացկուն լինելու ռուսական ապատեղեկատվության դեմ, եւ սա միայն այս աջակցությունը չէ, որ Եվրոպան պատրաստվում է տրամադրել Երևանին։ Today I'm pleased to announce 15 million euro. Այսօր ես ուրախ եմ հայտարարել 15 միլիոն եվրոյի հատկացման մասին խաղաղության պահպանման եւ Հայաստանն ավելի դիմացկուն դարձնելու համար։ Այս գումարով կֆինանսավորվեն մի շարք նախաձեռնություններ, այդ թվում ականազերծման հետ կապված վարժանքներ եւ սարքավորումներ, ինչպես նաեւ տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցառումներ։ Զուգահեռաբար Հայաստանը իհարկե բախվում է այլ մարտահրավերների։ Ռուսաստանը եւ նրա պրոքսիները արդեն իսկ ակտիվացնում են ապատեղեկատվական արշավները Հայաստանում հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեսել էին գործի դրված Մոլդովայում, այսինքն ձեռագիրը նույնն է։ Եվրոպական միության ֆինանսավորումը կներառի նաև օտար երկրյա միջամտությունների հայտնաբերումը, վերլուծությունը եւ դրանց արձագանքը։ Funding will also cover detection, analysis and response to foreign interference. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը մտնում է նոր փուլ։ Երկկողմ հարաբերությունները բարձրացվում են ռազմավարական մակարդակի։ The natural pace of the development of our relations and the new milestones. Մեր հարաբերությունների զարգացման բնական տեմպը եւ մեր կողմից ձեռք բերված նոր նվաճումները երբեմն գերազանցում են մեր կարողությունները դրանք ֆորմալացնելու եւ մեր ավելի լայն օրակարգում ներառելու համար։ Այս գործընթացի ողջ ընթացքում մենք բարձր ենք գնահատել Եվրոպական միության պատրաստակամությունը խորացնելու մեր գործընկերությունը իր գործիքակազմում ներառելով որոշակի կետեր, այդ թվում որոշ կետեր, որ նախատեսված են Եվրոպական միության տեխնացու պետությունների համար։ Սա արտացոլում է փոխադարձ քաղաքական հանձնառությունն ու հետաքրքրությունը, ինչպես նաև Հայաստանի հավակնությունները եւ ձգտումները։ Եվ անվտանգությունից ու պաշտպանական հարցերից զատ կողմերը ընդլայնելու են համագործակցությունը
այլ ոլորտներում եւս մասնավորապես տնտեսական Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարեց այստեղ Բրյուսելում, որ Հայաստան Եվրամիություն նոր գործընկերության օրակարգը նաեւ բարեփոխումներ է նախատեսում, ներառյալ օրենքի գերակայության ամրապնդում, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացում եւ արդիականացում, ինչպես նաեւ վիզային ռեժիմի ազատականացում։ Կարլեն Շնորհակալ եմ Արտակ եւ հիշեցնեմ, որ Բրյուսելում աշխատում էր մեր թղթակից Արտակ Խուլյանը։